Ձայնը տալիս է մեր կոնգրեսի ամենաերիտասարդ թարմ կոնգրեսականին Արի Անդրանիկյանին, համեցեք, նախապատրաստվի Արմեն Խաչատրյանը։ Սիրելի հայրենակիցներ, հարգարժան կոնգրեսականներ, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախորդ համագումարում ինձ վստահելու եւ վարչության անդամ ընտրելու համար։ Խոստանում եմ արդարացնել այն ձեր սկսած պայքարի շարունակմամբ։ Գաղտնիք չէ, որ այսօր կանգնած ենք գոյաբանական մարտահրավերների առաջ եւ այս խնդիրներին առերեսվելուն կրկին հավակնում են անսկզբունք եւ քաղաքական համոզմունքներից զուրկ կառավարիչները։ Գործող իշխանությունը մեր մարտահրավերների լուծումը չէ։ Այս իշխանությունը մեր թիվ 1 մարտահրավերն է, որը մենք պարտավոր ենք կանխել եւ հաղթահարել։ Ինչ է նշանակում։ Իշխանությունը ստանձնելուց քիչ անցած նրանք հայտարարում էին, որ չունեն գաղափարախոսություն եւ իզմեր։ Ինչ է նշանակում մերժել իզմերը։ Գործող ռեժիմի այս տեսակ դիրքավորումը հետեւյալի մասին է։ Նրանք չգիտեն, թե ով են, ինչ են ուզում, ուր են գնում եւ ինչ ուղով են տանում մեր երկիրը։ Չունենալ գաղափարախոսություն նշանակում է կառավարել երկիրը առանց հստակ ուղղության։ 2018 թվականին նրանք գալիս էին ժողովրդավարության մասին թմկահարելով, բայց հետապնդեցին ընդդիմախոսներին։ Սահմանափակեցին ազատ խոսքը, իսկ նրանց առաջնորդ իր իսկ բնորոշմամբ պետության մարմնացում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. կա դատավոր, որ կարող է իմ ասածը չանել։ Այս մարդը առավոտյան լիբերալ դեմոկրատ է, իսկ երեկոյան ասֆալտին պառկեցնող ավտոկրատ։ Գործող իշխանության անսկզբունքայնությունը այսքանով չի ավարտվում։ 2019 թվականի օգոստոսի 23-ին Փաշինյանը հայտարարում էր. անկախության հռչակագիրը հայ ժողովրդի միասնական եւ հավաքական կամքի դրսեւորումն էր, որով ազդարարվեց հայոց պետականության սկիզբը։ 2023 թվականի օգոստոսի 23-ին նույն մարդն ասաց. Հայաստանի անկախության հռչակագրին վերաբերվել եմ ինչպես աստվածաշնչյան ուղերձի։ Ներողություն պետք է մեջբերեմ, մինչդեռ հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ եւ կարիք ունի խորը քննության։ Անկախության հռչակագիրը քննության կարիք չունի, իշխող ուժը ունի։ Անկախության հռչակագիրը վերանայման ենթակա չէ, ինչպես մեր պետականությունը, ձեր իշխանությունը ունի վերանայման կարիք։ Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը տրամագծորեն տարբերվում է։ Մենք ի տարբերություն նրանց ունենք քաղաքական կարծր համոզմունքներ եւ արժեքներ։ Հայ ազգային կոնգրեսը հետևողական ազատական ուժ է։ Մեր քաղաքական ուժը երբեք չի շեղվել ստեղծումից ի վեր որդեգրած ազատական արժեքներից։ Ժողովրդավարություն, ազատ շուկայական տնտեսություն, իշխանության ճյուղերի տարանջատում եւ փողզսպում, քաղաքացիների իրավահավասարություն, ազատ խոսք եւ ազատ մամուլ։ Միևնույն ժամանակ Հայ ազգային կոնգրեսը մերժում է քաղաքական ծայրահեղությունները։ Այո, մենք ազատական ենք, հավատում ենք ազատ շուկայական տնտեսության գերադասելիությանը, բայց նաև կարծում ենք, որ պետությունը նույնպես երբեմն պետք է միջամտի եւ սահմանի արդար խաղի կանոններ։ Այո, մենք ազատական ենք, բայց միևնույն ժամանակ կարևորում ենք ազգային արժեքները, մեր ազգային ինքնությունը, հայ ընտանիքը, հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Ազատական եւ ազգային արժեքների հակադրումը սխալ է։ Դրանք ոչ թե հակասում, այն փոխ լրացնում են իրար։ Համոզված եմ, կենսունակ պետություն ունենալու գրավականը այս երկուսի համադրումն է։ Եվ թույլ տվեք ասել, որ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը իդեմս վարչապետի տեխնացու Լևոն Զուրաբյանի այս երկուսի ազատականության եւ ազգային արժեքների համադրումը կարողանում է անել լավագույնս։ Համոզված եմ, սիրելի հայրենակիցներ, մենք ունենք անկայուն եւ արժեհամակարգային առումով սնանկ իշխանություն եւ ոչ միայն արժեհամակարգային, որը մեզ հրամցրել եւ հրամցնում է անհասկանալի քաղաքական ուղի։ Հայաստանը կառավարում են դասական իմաստով քաղաքական օպորտունիստներ, որոնց գերխնդիրը ընտրություններում հաղթելն է։
Նրանք շարժվում են անձնական կամ կուսակցական շահով եւ ոչ պետական։ Նիկոլ Փաշինյանը 2019-20 թվականներին չէր մերժում Ղարաբաղյան կոնֆլիկտի փոխզիջումային կարգավորումը, որովհետև հայրենասեր էր եւ հրաժարվում էր զիջել 7 շրջանները, այլ որովհետև իշխանատենչ է, վարում է իրավիճակային քաղաքականություն։ Նույն կերպ այսօր նա չի դարձել երդվյալ պացիֆիստ, որովհետև ուզում է խաղաղություն բերել եւ, ինչպես ինքն է ասում, փրկել հայ ազգի զավակների կյանքը։ Նա դա անում է, որովհետև նա ընդամենը իշխանատենչ է եւ վարում է իրավիճակային քաղաքականություն։ Եթե նույն հմտությունը եւ ճկունությունը նա դրսեւորեր արտաքին քաղաքական եւ ազգային անվտանգության հարցերում, ինչպես անում է ստելիս, կեղծելիս եւ մանիպուլացնելիս, համոզված եմ, որ մենք այսօր կունենայինք Արցախը եւ չենք լինի այսպիսի իրավիճակում։ Ի տարբերություն իշխանության, կոնգրեսի համար իշխանությունը սոսկ նպատակ չէ, այլ միջոց, հանուն ազատ, արդար, խաղաղ եւ կայուն Հայաստանի։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին պատասխանեք հետեւյալ հարցերին. Արդյոք ուզում եք, որ այս ամենը եւս 5 տարի շարունակվի։ Արդյոք ուզում եք, որ մեր երկիրը շարունակեն կառավարել 5 րոպեն մեկ դիրքորոշում փոխող մարդիկ։ Արդյոք ուզում եք եւս 5 տարի հնարավորություն տալ հանուն սեփական վարկանիշի 2019 թվականի խաղաղության պլանը մերժած մարդկանց։ Արդյոք ուզում եք եւս 5 տարի հնարավորություն տալ հայ առաքելական եկեղեցու վրա գրոհած իշխանությանը։ Չեմ կարծում։ Շնորհակալ եմ։